Հարութ, խնդրում եմ քեզ, ոչ մի բան չանես, լսում ես, հանկարծ չգաս ու չզանգես։ Չգիտեմ, ջղայնանամ հիմա, թե հիանամ ռիսկովդ։ Հիանալու բան չկա։ Հետդ խոսելու բան ունեմ, դրա համար եկել եմ։ Հարութ, ինչի զանգերիս ու նամակներիս չես պատասխանում։ Հարութ, լավ էլի, խնդրում եմ, գոնե թող այս օրը անցնի, Մինասը հանգստանա, հետո խոստանում եմ կխոսեք անպայման։ Բայց ոնց են քեզ տենց հստակ բացատրել ես որ ժամին եմ տուն գալի, որ դու ինձ հանդիպես։ Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի բացատրել։ Ոչ էլ ես եմ ինչ-որ մեկից ինչ-որ մի բան հարցրել։ Ասացի, հետդ խոսելու բան ունեմ ու եկել եմ ստեղ սպասել քեզ այնքան միջև որ գաս։ Բայց ես քեզ ինչ-որ հարց եմ տվել։ Բացատրություն եմ պահանջել։ Չէ, հարց չես տվել։ Բայց հաստատ հարցերը առաջացել են, չէ։ Ես էլ եկել եմ, որ այդ հարցերի պատասխանները տամ։ Ու այդ հարցերի պատասխանները ես պետք է տամ, ոչ թե Սեդան։ Չհասկացա։ Ես դու Սեդային ինձանից ես պաշտպանում։ Դու ով ես։ Ընդհանրապես ինչ գործ ունես Սեդայի հետ։ Այ հենց դրա համար էլ եկել եմ։ Եկել եմ, որ ասեմ, թե ով եմ ու ինչ գործ ունեմ Սեդայի հետ։ Վստահ ես, որ ուզում ես ասես։ Ռիսկը լավ բան է։ Բայց մեկ-մեկ այդ ռիսկը ուղեղի պակասությունից է լինում։ Ասա ինչ ես ասում ու գնա։ Բայց լավ մտածի ինչ ես խոսում։ Ասա։ Գնացիր ու չասացիր, կգաս թե չէ։ Չգիտեմ, դու քո գործերին նայ։ Ինչ որ բան սխալ եմ անում։ Ես ու Սեդան մի քանի անգամ հանդիպել ենք։ Նորություններից խոսա։ Ինքը ինձ հարցեր էր տալիս, բաներ էր ուզում ճշտել։ Ինքը ինչ-որ կծկտուր բաներ էր հիշել ու փորձում էր այդ ամեն ինչը իրար կպցնելով ամբողջական մի բան ստանալ, բայց Ու դու էլ այն մարդն էր, ում հետ ինքը պետք է ճշտեր։ ես եմ գտել Սեդային։ Հենց այդ պահով էլ ես հարցեր ունեմ։ Ոստիկանությունն էլ ունի, բայց ես Սեդայի պես քո ասածները հալած յուղի պես չեմ ընդունում։ Ես այդ ամբողջ ընթացքում Սեդայի հետ եմ եղել։ Ամեն ինչ արել եմ, որ օգնեմ իրան։ Ինքը գիտի, որ ես իրան օգնել եմ։ Բայց ինքը ոչ մի բան չի հիշում։ Հիշում է, որ ինձ գիշերն է հանդիպել։ Բայց ցերեկն էլ եք հանդիպել։ Դե հա, բայց ցերեկը Այդ ամեն ինչը ես շատ լավ գիտեմ։ Գիտեմ, որ ասել եմ մարդ եմ սպանել, որ դու խղճացել ես, որ տարել ես իրան տուն։ Բայց մի հատ փոքր նյուանս կա։ Դիակ չեն գթե։ Եկել ես ասես այն ինչ որ ես գիտեմ, թե թարմ բան կա։ Մինաս, Գնա ներս։ ինչ ա եղել։ Ասեցի գնա ներս։ Մինաս, ես ուզում եմ ասեմ, որ
Գնա ներս։ Ես քո հետ հիմա ոչ մի բան չեմ անելու, որտեվ ես գիտեմ իմ քուրն է մեղավոր։ Ինքն է կազմակերպել ձեր հանդիպումը, բայց լսի քեզ ինչ եմ ասում։ Սրանից հետո, եթե ինքն է քեզ զանգի ու փորձի հանդիպի ու գա քո տուն, անես կանես, որ իրան չտեսնես։ Լսում ես ինձ։ Հետո ինձ այն չնեղանաք։ Այդ ամեն ինչը տենց չի լինելու։ Այդ դեպքում ստե երկու տարբերակ կա։ Կամ դու Սեդան իրար շուտվանից եք ճանաչում ու դա պահել եք գախնի։ Կամ երկրորդ տարբերակը, որ դու իր հետ ես, որ ավելի շուտ իմանաս, թե ինքը ինչ է հիշում, որ քեզ փրկես։ Երկու տարբերակն էլ քո օգտին չեն։ Ու ինձ մի ստիպի, որ ես սկսեմ այդ երկու տարբերակի մասին շատ լուրջ մտածել։ Ես իրանել եմ բացատրել, ու ոնց որ թե ինքն ինձ ավելի լավ հասկացել, քան թե դու։ Եթե քո վրա ձեռքս բարձրացնելուց ձեռքս կդողա, իրա վրասկի աչքս չեմ թարթի։ Ունենց մի արա, որ տանը մնաս, փակվես ես տան մեջ, հեռախոսդ է ձեռիցդ կվեկալեմ, լսում ես ինձ, ես քեզ ավել ասեմ, և այ հեռախոսն է ձեռից կվեկալեմ, որ դու չօգտվես, դրա մասին մտածի։ Թող ինձ, ինչ ես ուզում ինձանից, անցած անգամ ասելքդ ասեցի, հիմա ինչ ես ուզում ինձանից։ Նստացի կամ ինձ։ Այն կողմանցի ասում եմ։ Լսի, ինձ ուշադի լսի, նես չի ուշաթափում եմ դեմքը տեսնելու համար, բայց ինձ պետք է օգնես, բայց ոչ առաջվա ձևով, հիմա ուրիշ պահ։ Ցոցնում ես։ Հիմա քեզ բաց եմ թողում իմ պայմանը, որ չես շարժվում, ձեն չես անում։ Դու ինձ պետք է օգնես։ Այն, որ դու մինասի ծոցն ես մտել, քեզանով ես ավել, ես քո վրա կարամ հոստենեմ։ Ինչ ես ուզում, չեմ հասկանում։ Դու պետք է նենց անես, որ ամենակարևոր պահին ես Մինասին օգնեմ։ Մինասը պետք է ինձ պարտք մնա։ Քո համար։ Քո համար, որ թողնեմ հանգիստ ապրես հետո։ Ինչ ես մտածել։ Կարծում դու Հարութի հետ խնդիրներ ունեիր, ոչ թե Մինասի հետ։ Ինչ ես Մինասից ուզում։ Լսի, հիմա ավելորդ հարցեր չես տալիս։ Այն ինչ որ ասում եմ, սահմանափակում ես դրանով։ Այն որ դու Մինասի ծոցն ես մտել, այն որ քեզանով ես արել, այդ նշանակում է, որ դու շատ խելացես, դու միամիտ չես, դու նույնիսկ իմ ծոցը հաշվարկված ես մտել, ուղղակի արցունքներդ, որ դու արեցիր, ատե ես խաբվեցի, բայց դու վաստակավոր դերասանուհի ես։ Այ ցինիկ, սզվում եմ քեզանից։ Զզվում ես, ինչ ես անում, դա քո գործն է, ես իմ ասելիքը ասեցի, երկրորդ ժամանակ ունես, նենց ես անում, որ Մինասը մի հատ իրավիճակի մեջ ընկնի ու ես գամ հասնեմ, հասկացանք իրար։ Քժվել ես դու, ես քեզ կյանքում չեմ օգնի, ես այս ամենը կազմակերպել եմ, որ քեզանից վրեժ լուծեմ, դու էլ ասում ես օգնեմ քեզ, այն էլ Մինասի դեմ հելնեմ, դու գիժ ես, ես այդքան հիմար չեմ։ Մազերդ երկար է, բայց հիշողությունդ կարճ է, մոռանում ես մեր այն լավ գիշերը, լավ զգացողությունները, կարող է մոռացել ես, վիդեոն մոտս է, ուզում ես ցույց տամ այդ վերհիշես, ունեցել լավ ես դուրս եկել։ Ինչ ես ուզում։ Ես քեզ ասեցի,
Նենց արա, որ Մինասը իմ ձեռքերի մեջ լինի։ Ինք ինձ պետքա հավատա, պետքա պարտք մնա ինձ։ Ու ես քեզ կթողնեմ հանգիստ ապրես։ Իսկ եթե չէ, մանե, ես վիձուն գիտես ուր կհայտնվի։ Ու ասեմ լավ էլ դիտումներ կհավաքի։ Շատ շուտ հայտնի կդառնաս։ Զզվում եմ քեզանից։ Քեզ 2 ժամանակ գնա ու մի հատ լավ սցենար գրի։ Հիմա ուշադիր ինձ ես լսում, որովհետև դասերդ ենք կրկնում, եղավ։ Դաս առաջին։ Ուշադիր լսում եմ։ Հիմա լսեմ հիշեմ, թե լսեմ նշումներ անեմ։ Չէ, կարաս ուղղակի հիշես։ Տես ինչ ես անում։ Սրանից հետո քեզ ու քեզ բաներ չես հորինում, քեզ ու քեզ բաներ չես մտածում ու առավել եւս այդ մտածածի պատճառով ինձանից չես նեղանում։ Հատկապես եթե ես տարածքում չեմ։ Որ տարածքում լինեմ, գոնե մի բան կպատասխանեմ, բայց որ տարածքում չեմ լինում, ինչ ուզում էդ էլ մտածում ես։ Ծիծաղում ես, լուրջ բան եմ ասում։ Բա երկրորդ դասը որն է։ Երկրորդն էլ, երրորդն էլ։ Դու ես նույն դասը արի միանգամից 3 տեղ գրի ու վարժ կարդալ սովորի, լավ, որովհետև ինչ էլ որ լինի, էս շատ կարևոր է։ Ինչ ուզում եմ պատահի, մենք երկուսով ավելի լավ լուծում կտանք, քան դու մենակ։ Ուզում ես ասես, ես մենակ որոշումներ կայացնել չեմ կարողանում։ Որ ասում եմ կռվար արեք։ Ինչ պետքա մենակ եք լսում։ Այն ինչից որ կարաք կռիվ սարքեք, մենակ այդ նախադասությունն եք լսում։ Մենք կռվար արենք։ Թո բա ինչ ես։ Լավ, հասկացա, ճիշտ ես ասում։ Երկուսով ավելի հեշտ որոշումներ կկայացնենք։ Ես էլ քեզ սխալ հասկացա ու կռիվ սարքեցի։ Կներես։ Ապրես, 10-0 արեցիր։ Հիմա որ չկռվենք, չենք կարա իրար հետ ինչ-որ բան որոշենք։ Էլեն գիտեմ, որ տանն ես հենց հիմա բացի դուրը։ Նայ ասում եմ կջարդեմ դուրը, լուրջ եմ ասում։ Պետք է խոսանք։ Ու դու սենց սխալ ես անում։ Ահա որ սխալ ես, հենց հիմա դու քեզ պահում։ Արագացու բացի դուրը։ Ասա Էլեն։ Սյուզ, կարող եմ այսօր ձեր տուն գալ։ Չնայած պիտի խնդրեի, որ մի որոշ ժամանակով ձեր տանը մնամ։ Հո բան չի եղել։ Կլինի գամ նոր ասեմ, հեռախոսով մի քիչ հարմար չի, որ պատմեմ։ Դե արի, սպասում եմ։
Ասա, Ես օֆիսի մոտ եմ, քեզ եմ սպասում։ ժամը տեսել ես։ Գալիս ես, թե ես բարձրանամ։ Ինչի չես քնում։ Չգիտեմ, քոնս չի տանում մանջը։ Գորին գտար։ Չէ։ Դրա համար ես անհանգիստ։ Հա, Սեդայի հետ խոսեցիր։ Բարսան։ Ասա, Էդ երբ դուրս եկար, որ չտեսա։ օֆիսում գիծած գործեր ունեմ։ Փաստորեն հիմա արդեն դուրս ես գալիս ու չես էլ ասում։ Ես ասեցի, դու չես լսել։ Հիմա ինչ օրը երկու անգամ ես գալու։ Դու սցենար մտածեցիր։ Գժվել ես դու։ Դու ես ոնց որ գժվել։ Ասաստերս լուրջ ես ընդունում։ Ինչ անեմ, վիդեոներդ կամած կտոր տարածեն, որ հավատաս։ Դու տենց բան չես անի։ Այդ առաջինը քո դեմ կաշխատի։ Լսի, դու իմ մասին մի մտածի։ Հիմա քո վիճակը ավելի ծանր է։ Որ ես էլ գումարվեց, գիշերները արդեն սկսելու է զանգեր ստանալ անծանոթ համարներից։ Կարող է դուր է գալիս քեզ տենց բաները։ Ձենդ կտրի։ Գիտես ինչի համար եմ եկել։ Այն ինչ որ դու պետքա մտածեր, ես արդեն մտածել եմ։ Բայց պետք է լավ լսես ու ամեն ինչը ուշադիր անես։ Էս ինչ է։ Դեղա։ Ամեն օր Մինասի հետ ես։ Դու ես կոֆե փում, ջուր տալիս։ Քիչ պետքա ես տաս։ Մի շաբաթը հերիքա որ խմի։ Գժվել ես դու։ Էս ինչ դեղ է, ես սենց բան չեմ անի։ Հանգստացի, իրան շատ վնաս չի տա։ Պարզապես որ շատ խմեց, վատանալու է։ Ու այդ ժամանակ զանգելու ես դու ինձ։ Ես պետքա ճիշտ ժամանակ ճիշտ տեղում լինեմ։ Մինասը պետքա ինձ պարտք մնա։ Թե չէ ես շատ բան եմ կորցնել։ Ասեցի ես տենց բան չեմ անի նվեր։ Դու լրիվ գժվել ես, բա որ հանկարծ մեռնի։ Կդառնա որ ես մարդ եմ սպանել, հա։ Դու գիշես։ Մինասը այդքան ինձ լավություն է անում, ես տենց բան չեմ անի։ Ամուսնացած տղամարդու ծոցը մտնելուց վատ չես զգում, սենց բաներից ես վատ զգում։ Լուրջ։ Հանգիստ տեղի չի մեռնի, չես մնա առանց հովանավոր, ես քեզ այդ խոսք եմ տալիս։ Հիշեցիր ասածներս։ Եթե ինֆորմացիա մարսել ես, արդեն բացատրեմ, օրը քանի անգամ ու ոնց։
Ես տեսել եմ, որ դու փողի կարիք չունես։ Քո ասելով դու ամեն ինչ ունես ու է տերևում է։ Ունեմ, չեմ բողոքում։ Բայց ինչ ես ուզում։ Ագահություն ես, հա, անում։ Թե ինչքան շատ ես ունենում, այդքան շատ ես ուզում ունենաս։ Քո նմանները տենց են մտածում, որ ես կյանքում ոչ մի բանի չեն հասնում։ Ունեմ, որովհետև փողս փող ա բերում։ Կա գիտես ծիլ ա տալիս։ Փողը սիրում ա, որ շարժի մեջ լինես, ներդրում անես։ Ասա եկե ում ինչ եմ ասում։ Դու աղքատի մտածելակերպ ունես։ Փողը ստացար, հացդ կերար, փորդ կուշ տեղավ, քեզ հերիք ա։ Բայց ես շատ պլաններ ունեմ, ու մեծ պլաններ։ Գիտես, արդեն մի պահ սկսեցի հավատալ, որ Մինասի հետևից դրա համար ես ընկել։ Բայց պարզից էլ պարզ ա, որ Սեդայի պես ուղակի ուզում հետ վերադարձնես։ Թե ուղակի Սեդայի ու Հարութի նկարները տեսել ես ու խառնվել ես իրար։ Հասկացել ես, որ Սեդան հասկացել է, որ Հարութը քեզանից 1000 անգամ ավելի լավն է։ Կարող է միգուցե մի օր էլ Հարութը կարողանա Սեդայի խնդիրները լուծի, որից դու ուղակի վախկոտի պես փախար։ Հա, նվեր։ Քեզ թվում է, քեզ բոլորը սիրում են, հարգում են, բայց չէ, դու վախկոտ ես։ Դու փորձում ես քեզ ուժեղ ցույց տալ այն մարդկանց մոտ, ովքեր քեզ չգիտեն։ Հավատա, քեզանից Սեդան ավելի ուժեղ է։ Հա, ինքը քեզ հեշտությամբ բաց թողեց, նվեր, հեշտությամբ, ու մնաց իր դժբախտության հետ մենակ։ Հա, երևի հիմա Սեդան հասկանում է, որ Հարութը քեզանից ավելի լավն է։ Հարութին քո հետ համեմատել է այդ նույն բանն է, ոնց որ տառականին համեմատես առյուծի հետ։ Հավատա, նվեր, յուրաքանչյուր աղջիկ կերազի իր կողքին Հարութի նման տղամարդ լինի։ Իմ համար հիմա շատ ցավոտ է այս մասին խոսալ, բայց հավատա տենց է։ Լսի, լեզուտը կտրեմ։ Շափերը դու անցար ոնց որ։ Մինասի անունն ես տալի, որ դիակը չպռեմ ստեղ։ Մինասը, նվեր, Մինասն է։ Վաղտը դբերեց։ Քունն Դեղի մասին չմոռանաս։ Ալո։ Քրոջը տեսել ես։ Հիմա որտեղ է։ Հա, տեղյակ եմ։ Նոր եմ խոսել հետը, պիտի գար մեր տուն, հեն էլ պատահական ճանապարհին ընկերուհուն հանդիպել, գնացել է հետ տուն։ Ընկերուհուն էր տեսել, հա։ Էն էլ պատահմամբ, հա։ Հա, Մինաս։ Ինչի՞։ Ինչ որ բան է եղել, թե ինձ ա թվում։ Քեզ ա տես թվում։ Լավ, հեսա տուն եմ հասնում։ Լավ։ Էլեն, դու հաստատ տանն ես։ Հա, Սյուզ, հիմա իրերս եմ հավաքում, որ տեղափոխվեմ ձեր տուն, պետք է մի քանի օրով ձեր տանը մնամ։
Մի հատ սուրճ կդնես։ Չես լսում ինչ եմ ասում։ Մինաս կասես ինչի Էլենի մասին տենց տարօրինակ խոսեցիր։ Ես հենց նոր ձայնային ուղարկեցի, ինքը ասեց, որ տանն է։ Դու գիտես, որ Էլենի եւ Նվերի մտերմությունը ինձ դուր չի գալի։ Եվ դու լավ կանես, որ դրան ուշադրություն դարձնես։ Դա լավ բանով չի վերջանա։ Խնդրում քեզ սուրճը բերի սենյակ։ Ալո։ Բարև ձեզ։ Ես Սեդայի հետ եմ, չէ՞ խոսում։ Ով է։ Եթե Սեդայի հետ եմ խոսում, կներկայանամ, կբացատրեմ ով եմ։ Հա, Սեդանա, ով է։ Ես Մահերն եմ։ Անապայում եմ ապրում։ Իմացել եմ, որ վերջերս մամայիդ մասին ես հետաքրքրվել։ Լսում ես։ Հա, լսում եմ։ Միշտ ուզել եմ ձեզանից մեկի հետ կապ հաստատել, չի ստացվել։ Մտածել եմ, որ ոչ դու, ոչ էլ աղբերդ չեք հետաքրքրվում։ Բայց որ իմացա դու սկսել ես քայլեր անել, միանգամից զանգեցի։ Մի րոպե, դու ով ես։ Որտեղից գիտես, որ ես մամայի մասին եմ հետաքրքրվել։ Կամ նոր ես իմացել, կամ էլ ես քո հերթական խաղերն է։ Ես հենց հիմա համարդ կտամ աղբորս, որ գտնի քեզ, հասկացար։ Գժվել ես դու։ Էս ինչ դեղ է, ես սենց բան չեմ անի։ Հանգստացի, իրան շատ վնաս չի տա։ Պարզապես որ շատ խմեց, վատանալու է։ Ու այդ ժամանակ զանգելու ես դու ինձ։ Ես պետքա ճիշտ ժամանակ ճիշտ տեղում լինեմ։ Մինասը պետքա ինձ պարտք մնա։ Թե չէ ես շատ բան եմ կորցնել։ Ես միշտ հետդ եմ։ Ու թող փորձվի մեկը քո մազին կպնի։ Հիմա հանգստացար։ Այսինքն ով էլ ուզում է լինի, եթե ինձ նեղացնի, դու Ով ուզում է լինի։ Հասկանում ես, ով ուզում է լինի։ Ես քո հետ եմ։ հավատա քեզանից Սեդան ավելի ուժեղ է։ Հա, ինքը քեզ հեշտությամբ բաց թողեց Նվեր։ Հեշտությամբ։ Ու մնաց իր դժբախտության հետ մենակ։ Հա, երևի հիմա Սեդան հասկանում է, որ Հարութը քեզանից ավելի լավն է։ Հարութին քո հետ համեմատել է այդ նույն բանն է, ոնց որ տառականին համեմատես առյուծի հետ։ Հավատա Նվեր։ Յուրաքանչյուր աղջիկ կերազի իր կողքին Հարութի նման տղամարդ լինի։ Չգիտեմ ում հետ ես ինձ խառնել, բայց ես այն մարդու տղեն եմ, ում հետ որ մամատ ամուսնացել է։ Ես Արտուրի տղեն եմ։ Երևի տեղյակ կլինես, որ մամատ պապայիս հետ ամուսնանալուց հետո տեղափոխվել է Անապա, ու մենք միասին ենք ապրել։ Էլ չզանգես ինձ։ Չզանգես ինձ, հասկացար։ Ես քեզ չեմ հավատում։ Ես քո ասած ոչ մի բառին չեմ հավատում։ Ու հաստատ իմացի, որ այս անգամ ես քո համարը կտամ աղբորս ու ինքը կգտնի քեզ։ Չեմ հասկանում ինչ ես ասում։
Սեյդա, ես ոչ մի բառ չեմ խաբում։ Ես իրոք քո մամայի մասին տեղեկություն ունեմ։ Դու պետքա ամեն ինչ իմանաս։ Եթե չես հավատում, համարս ունես, անունս էլ գիտես։ Եթե պետքա ազգանունս էլ կասեմ։ Ճշտի ու համոզվի, որ անապայում եմ ապրում, ու ոչ մի բառ չեմ խաբում։ Մաման։ Բարի լույս, Բարև։ ինձ մի հատ սուրճ կտաս։ Հա։ Մաման միշտ ձեր մասին պատմել է, ասել է, որ ես Հայաստանում քույր ու եղբայր ունեմ, որ մի օր ծանոթանալու ենք, բայց այդ մի օրը տարիներ տևեց։ Լավ, եթե խոսքերից չես հավատում, գոնես նկարին հավատա։ Էս մամայի վզնոցն է։ Պիտի որ հիշես։ Մաման։ Ինչի ասում մաման։ Ոչ մի բան չեմ հասկանում, ես կգժվեմ։ Սյուզի։ Քո օգնության կարիքն ունեմ ու շատ կարևոր է։ Գիտեմ, որ մամայի թեման փակ է ու դու չես ուզում խոսել այդ մասին, բայց ես երբեք չեմ հավատացել այն խոսակցություններին, որ պատտվել են մամայի շուրջ։ Ես չեմ հավատացել, որ ինքը ուղղակի մեզ ինչ-որ տղամարդու համար թողել ու գնացել է։ Խնդրում եմ, ես վստահ եմ, որ դու ինչ-որ բան գիտես, ասա, ինչ է կատարվել։ Սեյդա, էլի մորդ ես հիշել։ Էլի ուզում ես մեզ փորձանքի մեջ գցես։ Մինասը քեզ քանի անգամ ասե, որ մոռանաս դրա մասին։ Մոռացի էլի։ Հա, բայց գոնե հասկանամ ինչ-որ տղամարդու ներկայություն եղել է իր կյանքում, թե չէ։ Ու չասես, որ չգիտես։ Երբ որ դու Մինասը նոր էիք ամուսնացել, Մինասը դեռ այդ ժամանակ հետաքրքրված էր մամայով։ Ու կիսվում էր քո հետ, ինձ ոչ մի բան չի ասել։ Խնդրում եմ, պատմի հասկանամ ինչ է եղել։ Եթե ես ունենայի ես իմ հարցերի պատասխանները, հնարավոր է, որ ես այս դժբախտության մեջ չընկնեի, հասկանում ես։ Սեյդա, ես քեզ ոչ մի բան չեմ պատմելու, որովհետև իմ ասածներից հետո քո գլխում կարող է էլի մի բան փչի ու այս անգամ ինձ գցես կրակի մեջ։ Չեմ ուզում, գոհ եմ, հոգնել եմ արդեն։ Իմ խնդիրները ինձ հերիք են։ Ու ի դեպ քոնոնք էլ քեզ։ Դու չես հասկանում, որ ամեն անգամ մամայիդ մասին հիշելուց քո կյանքն ես ավելի դժվարացնում։ Ու հետո Մինասը քանի անգամ ասե, որ այս թեմայի մասին հետ չխոսանք։ Դու չես հասկանում, որ մենք իրա ձեռքից չենք բրծնի։ Լավ, ինչ անեմ, որ պատմես, աղա չեմ, ծնկի գամ քո առաջ, խնդրեմ, ինչ անեմ, որ պատմես, ախր իմ մաման է, ես իրավունք ունեմ իմանալու, թե ինչ ա եղել։ Ես ամեն օր երեխունումա սպասում եմ, որ հեսա դուռը կբացվի, մաման ներս կմտնի, հասկանում ես, էդ իմ ամբողջ կյանքի երազանքն է եղել։ Խնդրում եմ, պատմի, խոստանում եմ, Մինասին ոչ մի բան չեմ ասի, Մինասը չի իմանա, որ դու ինձ ինչ-որ բան ես ասել։ Գնա, Սեյդա։
Ինչ երկար տևեց ես մի հատ կոֆեն։